Հատուկ նյութ է պետք, նյութի մասին եմ ուզում խոսամ, թե ինչքան կարևոր է, երբ որ ամեն այգու աշխատանքները ամեն ինչ կատարվի իր ժամանակին։ Ուրեմն ես այգին մեր խնամքի տակ եղող այգիներից էր, չգիտեմ ինչի հոկտեմբերից փակեցին, այսինքն կրապատման աշխատանքներ չարվեց, մաքրման աշխատանքները մինչև վերջ չարվեց, մի խոսքով շատ կարևոր գործ էր, բայց հիմա կվա նյութը ինչի մասին է։ Երբ որ կիրը, շատերը որ մտածում են, դե կիրը կարևոր չի եւ այլը, շատ կարևոր բան է կրապատումը, եթե աշխատանքը ճիշտ ես կատարում։ Հիմա ցույց տամ դրա հետևանքները, քանի որ խոր աշուն, ձմռան տաք օրեր եւ գարնան վաղ գարնան օրերը եւ ցերեկը պլյուսա գիշերը մինուսա, հարավային կողմը բնափայտը տաքանում է, երբ որ կրապատած չի լինում, հատկապես բարակ կեղև ունեցող ծառերը, խնձորենին կլինի, մատղաշ կերասենին կլինի, տարբեր ծառատեսակներ, որոնց կեղևը շատ բարակոտ է ինքը։ Նայեք, ինչ ճաքեր, էսի հին ճաքա մի քիչ, բայց էլի դրա հետևանքն է գնալով մեծանում է, հիմա այս թազաները նայեք, ինչ է լինում, ցերեկը տաքանում է, գիշերը կտրուկ ջերմաստիճանը սառում, իսկ երբ որ ծառի բուգը կրապատած է լինում, համ սնկային հիվանդություններ չի լինում, համ միջատը չի ձվադրում, եթե ձվադրածը ոչինչ անում է մեջը, համ կրծողը վնաս չի տալի, համ կարևորը արևից պաշտպանում է։ Երկրորդ կարևոր բանն էլ ինքը հով մնալով շուտ չի արթնանում ծառը։ Այնքան նրբություններ կա, երբ որ ամեն ինչ իր ժամանակին, սեզոնային աշխատանքները ժամանակին արվի, այս խնդիրը չի լինի։ Հիմա նայեք մյուս խնձորենին, նորից ցույց տամ, նույն այգին է։ Տեսեք իր թարմը ճաքերը, նայեք։ Սենց ուղղահայաց խորը ճաքեր է տալի, ինչից է, երբ ժամանակին կիրը չի քսվել, չի կրապատվել։ Մի խոսքով հատուկ նրանց համար, որ ասում են, դե կիրը իբրև աննպատակ բան է, բացարձակ աննպատակ չի, Ժողովուրդ ջան, ամեն ինչ ճիշտ կիրառեք, կրանյութը, մեջի կապուչիբը, միջատասպանը, էմուլսիան, լուծույթը ճիշտ սարքի, ճիշտ ժամանակին քսի, ճիշտ պայմաններով օգտագործի, չորուկները հեռացրուց, անցքերը լրիվ այդ նյութով զամասկի, ու արդյունքը ինքներդ կտեսնեք։ Այսքանը։